Մեկ շաբաթ առաջ, շաբաթ օրներ, կարծեմ դեկտեմբերի 16-ը թե 17-ը, բաց դիմումով դիմել եմ գլխավոր դատախազին, որը ուղարկել եմ էլեկտրոնային բարբերականի հասցեով, նաև իհարկե դիմումս ուղարկել եմ գլխավոր դատախազին օրինական կարգով, տեղեկացնելով նրան, որ հարգելի պարոն դատախազ, խոսում ենք կաշառքի մասին, բայց որևէ կաշառք տվող երբեք չի գնասի կաշառք են տվել, նախ նրա համար, որ նա դժգոհ չի, ինքը կաշառք է տվել իր օգտին փճիռ ունի, ինչի պիտի դժգոհի երբ նա, եւ եթե կաշառքը, հզուտ կաշառքը հայտնաբերելը դժվար է, ապա շատ հեշտ է հայտնաբերել, թե ինչ է ներկայացնում իրենից դատավճիռը։ Ես գլխավոր դատախազին ներկայացրել եմ 3 դատավորների ազգանուն, մեկը Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ֆարդոյի Հովնանյանը։ Ես կապացուցեմ նրա երկու վճիռների կոռումպացված լինելը, անկեղծ ասեմ, որ ապացուցելու կարիք էլ չկա, քանի որ գրվել է ակնհայտ մի բան, որը ուղղակի անհնար է։ Այսինքն, ինձ մեղադրում են, որ ես իօգուտ իմ անձի եւ իօգուտ ինձ պատկանող կառատ եւ կոնկուրենտ ընկերությունների մեկ տարվա ընթացքում Քարապերտ ընկերությանը վնաս եմ տվել 200 միլիոն ավելից։ 200 միլիոնից ավելի վնաս եմ տվել։ Հիմա ես ներկայացնում եմ հետևյալ փաստը. Քարապերտ ընկերությունը այդ ժամանակաշրջանում գործել է սովորական իր ռիթմով, իր տեմպով, ունեցել է ընդամենը 200 միլիոն շրջանառություն, ունեցել է նաև մոտ 20% շահույթ։ Կարծում եմ, որ ես մի տարում հանքային արդյունաբերությունում գործող ընկերությունում, որի համար միջին շահութաբերությունը 10-12% է ամբողջ Հայաստանում, եւ ապահովել եմ 20% շահութաբերություն եւ շրջանառությանը հավասար վնաս եմ տվել 200 միլիոն դրամի ընկերությանը։ Հիմա բարձ խնդիր է, արդյոք այդ ընկերությունը 2009 թվականից առաջ, երբ տնօրեն եղել եմ ես, կարող էր ունենալ կամ ունեցել է 120-130% շահութաբերություն, կամ արդյոք իմ աշխատելուց հետո, արդեն 10 թվականից հետո անցել է 4 տարի, այդ նույն ընկերությունը ունի գոնե 30% շահութաբերություն, էլ չեմ խոսում 130-ի մասին։ Այսինքն գրվել է անհնարը, նման շահութաբերություն չէր կարող լինել, բնականաբար նման վնաս չէր կարող հասցվել։ Ընկերության հաշվեկշիռը չի նվազել, ընկերությունից որևէ բան չի օտարվել, այլ խնդիր է, եթե ասենք շենք քանդես, մի մեխանիզմ փաճառես, դրանով վնաս հասցնես։ Խոսքը գնում է զուտ արտադրական գործունեության մասին։ Հիմա ես ինչպես եմ 200 միլիոն շրջանառություն ունեցող ընկերությունից 200 միլիոն վնաս տվել եւ պահպանել հաշվեկշիռը դրական նույնիսկ։ Եթե ես լինեի գլխավոր դատախազ եւ մի մարդու քաղաքացու դատած լինեին նրա համար, որ ինքը իր ավտոմեքենայով որևէ բնակարանի 4-րդ հարկի ննջարանում մարդ հետաքրքրել, բնականաբար սա արդեն ինձ բավարար էր, որ ես հրահանգ տայի, ասեի այս ապուշությունը ով է գրել։ Գտեք թե ինչու են գրել այսպես, որտեղ որ այդպես չպետք է գրվեր, դա փաստ է։ Հիմա դատավարության խնդիրը չի համոզվել, որ դա անհնար է, դա երեխային է հասկանալի։ 200 միլիոն շրջանառության դեպքում տալ 200 միլիոնի վնաս պատճառել եւ շահութաբերություն ապահովել։ Ես չգիտեմ, կամ հերոս եմ, կամ իրոք արտակարգ մենեջեր եմ, գուցե Հայաստանի Հանրապետությունը իմ կարիքը ունի մի այլ տեղեր, կամ էլ իրոք այս անեկդոտիկ եւ այս տրագիկ երևույթի դժողն եմ, որ ավելի իրական է բան։ Կարծում եմ գլխավոր դատախազը պետք է անմիջապես հրահանգ տար սրանով զբաղվել, որովհետեւ չլինող բանը չի լինում եւ վերջ։ Եվ հետապնդել ոչ թե նպատակ, որ քանդել էս գործը մարդու ոչ, դա իր խնդիրը չի։ Նրա խնդիրն է ինչու են գրել այն, ինչը չպետք է գրեին, եւ ինչպես է այդ կոռումպացված ձևակերպումը անցել դատական ատյաններ։ Դուք տեղյակ կլինեք, որ դատավորները այդ պապկաները թեպին գնում են զեկուցում, բայց ոնց հասկանանք։ Օրինակ բացահայտ գնում են, այնտեղ համաձայնացնում գալիս են։ Մի հարց տվող չկա, դու ինչ գործ ունես։ Ինչ գործ ունես դու ստեղ դու դատավոր ես գնա դատի։ Թղթերը ձեռիդ այսպես պապկաներով բանով գնում են զեկուցում համաձայնացնում գալիս։ Ինչու։ Երևացող բան է։ Հիմա դատախազությանն էլ եմ ասում ես։ Երևացող բան է։ Իրենց քթի տակ, հենց իրենց շենքի հետևը
Այն վեշմեշոկների նման, ռյուկզակների նման շալակած դատավորները գալիս են գնում են, դատախազությունը չի տեսնում։ Որ անցյալում չեն տեսել, գիտենք, չեն ուզեցել, բայց հիմա նոր դատախազն էլ կարծես թե ուզում են տեսնել։ Թող տեսնի։ Եվ իմ խնդիրը, եթե ես ինձ տաղանդավոր մարդ եմ, գուցե հանրապետության նման մարդիկ են պետք, իմիջայլոց ասեն, որ 4 տարի է չեմ աշխատում, 4 տարի չեն թողնում աշխատել։ Եթե մի մարդ շաբաթական 3 դատական նիստի մասնակցի, 2 անգամ քննիչի մոտ կանչվի, ես հենց հիմա էլ նորից մի քրեական գործ են հրեն սարքել, նորից մեղադրանք են առաջադրել, հենց հիմա էլ ես իրավունք չունեմ դուրս գամ հանրապետությունից մի տեղ գնամ, այսինքն գործ անեմ, գործարքանեմ, բան, բոլոր հաշիվները սարքելափակված, սնանկության փարույթներ, բան, ոնց հասկանանք, որ ես մինչև 55-56 տարեկան մի անգամ գայի ակտ չեմ ունեցել վրես գրած։ Ոչ մի անգամ ոստիկանության հետ գործ չեմ ունեցել, ոչ մեկ հետ գործ չեմ ունեցել։ Իսկ հիմա արդեն համարյա 3 դատվածություն, հանցագործ տուն ես խուզարկել, մի խայտարակ, պատերպակի տակ, սաղ էլ թեմա է, չեմ ուզում խառնել սրան։ Ինչն է այս մարդկանց հույսը։ Հիմա երկրորդ տատյանով անցավ, այսինքն մերժվեց իմ դիմումը, երրորդ տատյանն էլ չի ընդունի վարույթ եւ քեզ միշտ կասեն, սա հաստատված փաստ է, կա ուժի մեջ մտած դատավճիռ ու գնա գլուխդ խփի պատերին։ Դրա համար ես գլուխս պատերին չեմ խփում, կա դատախազություն, ես չգիտեմ, գլխավոր դատասախազի այդ ոգեբորված, այսպես պատրաստականությունով լի հայտարարությունները ինձ հավատ են ներշնչում։